Իսկ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որի շրջանակում խոսում ենք կարևոր խնդիրների մասին։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի խորհուրդը իրավացիորեն դատապարտել է Բարձրագույն դատական խորհրդի 20.02.2026 թվականի հայտարարությունը, որով փորձ է արվել փաստաբանների մասնագիտական գործունեության շրջանակում հնչեցվող կարծիքները ներկայացնել որպես էթիկայի նորմերի խախտում։ Մասնավորապես, նշված հայտարարությամբ ընդգծվել էր, թե դատավորների վերաբերյալ սոցիալական ցանցերում կատարված որոշ հրապարակումներ նպատակ ունեն վարկաբեկելու դատավորների եւ ողջ դատական համակարգի հեղինակությունը։ Մինչդեռ ակնհայտ է, որ փաստաբանների կողմից հնչեցվող սուր, սակայն ոչ վիրավորական քննադատությունը հանդիսանում է մասնագիտական գործունեության բնական եւ անբաժանելի մաս։ Այն ուղղված է արդարադատության պատշաճ իրականացմանը եւ գտնվում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության պաշտպանության ներքո։ Հետևաբար, նման գնահատականները չեն կարող դիտվել որպես կարգապահական ներգործության հիմք, քանի դեռ դրանք չեն պարունակում վիրավորանք։ Արդյոք փաստաբանը պետք է լռի արդարադատության իրականացման ընթացքում թերություններ տեսնելով, թե պետք է բարձրաձայնի եւ պայքարի դրանց դեմ, ինչպես այդ պայքարն առաջ տանի, որպեսզի խոսքն ու գործողությունները չհամարվեն վիրավորանք արդարադատություն իրականացնողների նկատմամբ։ Հենց այս մասին այսօր խոսելու ենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է փաստաբան Արնոլդ Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես առաջարկում եմ տեսանյութը դիտել եւ վերադառնալ տաղավար քննարկման, խնդրեմ։ Փաստաբանների եւ դատական իշխանության հարաբերությունները արդարադատության համակարգի ամենազգայուն ոլորտներից են։ Վերջին զարգացումները, երբ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը հայտարարությամբ արձանագրեց Բարձրագույն դատական խորհրդի հրապարակումներ, կրկին բարձրաձայնեցին մի հիմնարար հարց՝ ով եւ ինչ շրջանակներում կարող է գնահատել փաստաբանի վարքագիծը։ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունում նշվում էր, որ որոշ փաստաբանների սոցիալական ցանցերում կատարվող գրառումները չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից եւ կարող են վնասել դատական համակարգի հեղինակությանը։ Սակայն Փաստաբանների պալատը հակադարձեց, ընդգծելով, որ փաստաբանի վարքագծի գնահատումը պետք է իրականացվի բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերով եւ փաստաբանության մասին օրենքով նախատեսված մարմինների շրջանակում։ Ըստ այդ դիրքորոշման պետական այլ մարմինների կողմից նման գնահատականների հրապարակային հնչեցումը կարող է դիտվել որպես միջամտություն փաստաբանի մասնագիտական անկախությանը։ Այս խնդիրը սակայն միայն հայկական իրականությանը բնորոշ չէ։ Եվրոպական իրավական պրակտիկան եւս բազմիցս անդրադարձել է փաստաբանի խոսքի ազատության եւ դատական հեղինակության պաշտպանության միջև բալանսի հարցին։ Հայաստանում եւս փաստաբանների կողմից դատական համակարգի քննադատությունը նոր երևույթ չէ։ Տարբեր տարիներին փաստաբանները հրապարակայնորեն բարձրաձայնել են դատական գործընթացների խնդիրների, կարգապահական վարույթների կամ դատավորների որոշումների վերաբերյալ մտահոգություններ։ Այս քննադատությունները հաճախ տեղափոխվել են հանրային դաշտ, լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցեր, ինչն էլ նոր հարց է առաջացնում, հատկապես այն մասին, թե որտեղ է անցնում թույլատրելի քննադատության սահմանը։ Իրականում այստեղ բախվում են երկու կարևոր արժեքներ՝ մի կողմից դատական իշխանության հեղինակությունը եւ դատարանների նկատմամբ հանրային վստահությունը, մյուս կողմից փաստաբանի մասնագիտական անկախությունը ու խոսքի ազատությունը։ Եթե փաստաբանը չի կարող բարձրաձայնել արդարադատության իրականացման ընթացքում տեսած խնդիրները, ապա վտանգում է նաև վստահորդի արդյունավետ պաշտպանությունը։ Այս բոլոր մեկնաբանություններից հետո թերևս մեկ հարց է մնում։ Փաստաբանը, ով արդարադատության իրականացման գործընթացում հանդիպում է մի շարք խնդիրների, պետք է լռի, թե ներկայացնի քննադատություն։ Իսկ եթե պետք է ներկայացնի քննադատություն, ապա ինչպես դա անի, որպեսզի արդարադատություն իրականացնող մարմինը, հանձինս դատական կամ վարույթն իրականացնող մարմնի, դա չընդունի որպես վիրավորանք։ Շատ լավ։ Այո, մենք այս օրերին ունենք քննարկում եւ առհասարակ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը հուշում է այն մասին, որ պետական օղակները եւ անգամ այս պահին արդարադատություն իրականացնող մարմինները փորձում են ճնշել փաստաբանին եւ խոսքի ազատության չակերտներ դնել, սեղմել օղակը։ Ինչ ունենք մենք այս պարագայում եւ մեր ասելիքը այդ ճնշումներին ինչպիսին է։
Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք փաստաբանների մասին, ամենաառաջի կարևոր սկզբունքն այն է, որ մենք պիտի հասկանանք, թե փաստաբանի կարգավիճակը որն է։ Ընդհանրապես, ինչ կարգավիճակ, ինչ դեր ունի փաստաբանը հասարակության մեջ։ Այո։ Որովհետև այս հարցը ընդհանրապես միայն Հայաստանին չի վերաբերվում, այն նաև տարբեր երկրներում պայմանավորված փաստաբանների հատուկ դերով կարգավիճակով միշտ դարձել է քննարկումների առարկա։ Եվ փաստաբանները նաև շատ դեպքերում ենթարկվել են նաև թիրախավորումների, պայմանավորված իրենց քննադատական խոսքով, իրենց դիտարկումներով, որոնք որ իրենք ներկայացրել են հանրությանը, հասարակության ուշադրությունը հրավիրելով այն խնդիրներին, որոնց հետ իրենք բախվում են։ Հիմա երբ որ մենք խոսում ենք փաստաբանների կարգավիճակի մասին, ամենաառաջին սկզբունքը, որ մենք պիտի արձանագրենք, պետք է լինի այն, որ փաստաբանները ընդհանրապես, թե մարդուրյանքների եվրոպական դատարանի կողմից սահմանված նախադեպային իրավունքի շրջանակներում, թե միջազգային փաստաթղթերի շրջանակներում դիտարկվում են որպես այսպես կոչված միջնորդ հասարակության եւ դատարանների միջև։ Իրենք այսպես կոչված հասարակության ներկայացուցիչներն են դատարաններում եւ դատարանների նաեւ հանրային վստահությունը ձևավորվում է իրենց միջոցով տրամադրված տեղեկատվության հիման վրա այն հարցադրումների վրա, որոնք փաստաբանները փորձում են ներկայացնել հանրությանը եւ հանրության ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքներին։ Այս համատեքստում կա օրինակ շատ հայտնի մարդուրյանքների եվրոպական դատարանի մեծ պալատի կողմից կայացված Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի գործը, որը մոտավորապես 10 տարի առաջ է կայացվել 2015 թվականի, այո, 2015 թվականի ապրիլի 23-ին է կայացվել, այն կայացվել է Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում, ընդ որում դա կայացվել է, ես հենց այնպես չեմ նշում այդ ժամանակահատվածը 10 տարի առաջ, ինչու որովհետեւ ընդհանրապես տարիների ընթացքում իրավունքի զարգացումը ցույց է տալիս, որ միջազգային կառույցներ ու միջազգային հիմնական մոտեցումները խոսքի ազատության իրավունքի նկատմամբ շատ ավելի հանդուրժող ու տոլերանտ են։ Ու հիմնական մոտեցումը կայանում է նրանում, որ ընդհանրապես քանի որ խոսքի ազատությունը ինքը բավականին նուրբ իրավունքներից մեկն է հանդիսանում, բոլոր դեպքերում խոսքի ազատությունը խրախուսվում է, որտեղ խոսքի ազատությունը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, այն նաև որոշակի դիսկուրս է ստեղծում հասարակության մեջ, որպեսզի նաև հասարակությունը նպաստի դրանով այն խնդիրների լուծմանը, որոնք որ առկա են։ Եթե ես չեմ սխալվում, նույն Եվրոպական դատարանը խոսքի ազատության շրջանակներին անդրադառնալով անդրադարձ է կատարել լրագրողների խոսքի ազատությանը, որոնց մենք գիտենք, որ խոսքի ազատության ավելի լայն շրջանակ է ընձեռնված։ Իրականում իմ կողմից նշված գործի քննության շրջանակներում այդ փաստարկը բարձրացվում էր միջազգային CCB-ին, որը որպես երրորդ կողմ էր ներգրաված այդ գործի քննության շրջանակներում, այսի փաստարկ բարձրացրել էր եւ ասում էր պետք է հավասարեցված լինի, բայց մարդուրյանքների եվրոպական դատարանը հավասարության նշան չի դրել իրենց միջև, որովհետեւ փաստաբանները ամեն դեպքում տարբերվում են որոշակի առումով լրագրողներից, որովհետեւ իրենք գտնվում են արդարադատության իրականացման շրջանակներում, անմիջական մասնակից են ու առաջնագծում են գտնվում։ Հետեւաբար իրենք մի փոքր լրագրողները ավելի լուսաբանող, այսինքն այդ public watchdog-ի, այսինքն հանրությանը առավելապես ներկայացնելու այդ հիմնական լուսաբանելու այն հանգամանքները, որոնք տեղի ունեն այդ գործառույթը տեղեկատվության համար կարող են պատասխանատվության չենթարկվել, ինչը փաստաբանի դեպքում շատ ավելի բարձր է։ Ոստեղ հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պետական մարմինները, տարբեր շագրգիռ անձինք, որոնց նաև առնչվում է այդ տեղեկատվության ներկայացումը, իրենք պետք է լինեն առավել տոլերանտ, առավել հանդուրժող այդ քննադատության նկատմամբ։ Քանի դեռ այդ քննադատությունը բնականաբար չի հատում ատելության խոսքի վիրավորանքի սահմանը, այդ բոլորը ընդունում են, բոլորը ընկալում են, բայց ամեն դեպքում զսպել ինքնին քննադատությունը, նույնիսկ եթե այն սուր քննադատություն է, բայց դրա տակ կան որոշակի փաստական հանգամանքներ, որոշակի հիմնավորումներ, որոնք որ փաստաբանը դնում է եւ ներկայացնում է, որովհետեւ մենք պետք է տարբերակենք երկու խումբ դատողություններ։ Առաջինը դա փաստերի ներկայացումն է, որոնք զուտ փաստեր են, փաստաթղթավորված են, երկրորդը կարող են լինել որոշակի գնահատականներ, որոնք հիմնված լինեն նաեւ փաստաբանի անձնական վերլուծությունների, դիտարկումների, միջազգային փորձի ուսումնասիրության, միջազգային սկզբունքների ուսումնասիրության հիման վրա։ Եվ այս շրջանակներում փաստաբանը ներկայացնի իր դիտարկումները հանրությանը որպես հանրության ներկայացուցիչ, միջնորդ դատարանների հետ հարաբերություններում, որտեղ հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է վաղ մյուսօր բախվել ինքը լինել նաև դատարանում եւ տեղեկացված լինի այն խնդիրներին, որոնք դատական համակարգում որպես այդպեսին առկա են։ Շատ լավ, որտեղ է սահմանը ազատ խոսքի եւ վիրավորանքի, ինչ պետք է տարբերակի փաստաբանը եւ արդյոք մենք չունենք օրինակ վարքագծի կանոններով սահմանված են նորմերը, որը սաստում է կամ որի շրջանակում փաստաբանը պետք է դրսևորի իրեն եւ իր գործունեությունը համապատասխանեցնի այդ կանոնագրքին եւ մենք կարիք ունենք նոր մարմնի կողմից տրված ինչ որ դիրքորոշումների եւ գնահատականների այս մասով։
Այս մասով բնականաբար դեոնտոլոգիայի կանոնները, որոնք որ փաստաբանների վարքագծի կանոններն են, իրենք պահանջում են փաստաբանը լինել բարեկիրթ, լինել քաղաքավարի, հատկապես երբ որ գտնվում ես դատական նիստերի դահլիճում, ընդ որում արդյունքն է եվրոպական դատանը եւս տարբերակում է փաստաբանի կարգավիճակին դատական նիստերի դահլիճում եւ դատական նիստերի դահլիճից դուրս, բայց անկախ ամեն ինչից բնականաբար փաստաբանը պիտի կաշկանդված լինի այդ բարեվարքության նորմերով, բայց բարեվարքության նորմերը չեն բացառում փաստաբանի իրավունքը քննադատության ենթարկելու որոշ ինստիտուտներ, որոշ երևույթներ, հա, որոնց շրջանակներում օրինակ կա պրակտիկայի իրավաչափության հարց, կա մոտեցումների իրավաչափության հարց, որի շրջանակներում փաստաբանը կարող է բարձրացնել հարց, առայն որ օրինակ ներպետական ինչ որ մի հարցով պրակտիկան, որը որ ձևավորված է, չի համապատասխանում միջազգային կոնվենցիոն պարտավորություններին, միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին, եւ այդ պատճառով ինքը բարձրացնում է այդ խնդիրը, որի լուծմանը նաեւ հրավիրում է իրավասու մարմինների ուշադրությունը։ Այդ համատեքստում ինքը բնականաբար իր դիտարկումները ներկայացնելու հնարավորություն ունի, քանի դեռ իր քննադատությունը չի վերածվում վիրավորանքի կամ չի հատում ատելության խոսքի, այսինքն չի վերածվում ատելության խոսքի, որի պայմաններում բնականաբար կա գործիքակազմ, եւ այդ գործիքակազմն էլ օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության հարցի շրջանակներում իրավասու մարմնին համապատասխան հաղորդման ներկայացումն է եւ դրա քննարկումն է, որը նախատեսվում է փաստաբանության մասին ՀՀ օրենքով։ Շատ լավ։ Մենք ունեցել ենք դեպքեր եւ կարծում եմ այս պահին էլ արժե քննարկել այնպիսի դրվագները, երբ փաստաբանը, ով սոցիալական էջում հանդես է գալիս որպես քաղաքացի, իր դիտարկումը եւ գուցե անգամ վիրավորական խոսքն է հղում այս կամ այն քաղաքական գործչին կամ որևէ դատողություն ներկայացնում ոչ որպես փաստաբան, այլ որպես քաղաքացի։ Արդյոք որպես քաղաքացի իր արտահայտած դիրքորոշման կամ արտահայտած վիրավորական խոսքի համար նա կարող է պատասխանատվության ենթարկվել փաստաբանական նորմերը եւ դեոնտոլոգիայի կանոնները խախտելու համար։ Նայեք, ընդհանրապես ցանկացած դեպքում, երբ որ խոսքը գնում է խոսքի ազատության իրավունքի սահմանափակման մասին, մի շատ կարևոր է կոնտեքստը, այսինքն ինչ կոնտեքստում է դիտարկումները ներկայացվում, ինչի համար է ներկայացվում եւ բնականաբար բովանդակությունը ատելության խոսք ունի, թե չունի, որտեղ ատելության խոսքը ամեն դեպքում այն քննադատության է ենթարկվում եւ ընդհանրապես չի թույլատրվում ատելության խոսքի արտահայտումը, որտեղ այն սուբյեկտիվ մեկնաբանություն է։ Այո, բնականաբար, որտեղ սահմանը հստակեցված չէ, բայց ընդհանրապես միջազգային չափանիշները վկայում են այն մասին, որ խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը, որը նաեւ պայմանավորվում է այսպես կոչված pressing social need-ի, այսինքն հանրային գերակա այդ անհրաժեշտության պայմանավորված, սոցիալական անհրաժեշտության պայմանավորված, որ տվյալ պարագայում արդյոք կարիք այդ իրավունքը սահմանափակելու թե ոչ, միշտ կարևոր է քննարկման առարկա դարձնել կոնկրետ առավել օրինակների վրա, հա, թիրախավորված քննարկման առարկա դարձնել հասկանալու համար, թե տվյալ պարագայում խոսքի ազատությունը իրավունքը հատել է սահմանը, թե չի հատել սահմանը, որովհետև բնականաբար այդ իրավունքը բացարձակ չի, ամենակարևոր ընկալումը պետք է լինի այն, որ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չի, այն ենթակա է սահմանափակման, ու սահմանափակման սահմանը միշտ case by case basis, այսինքն գործից գործ հիմունքներով ենթակա քննարկման, հասկանալու համար կոնկրետ իրավիճակում են ենթակա սահմանափակման, թե ենթակա չի սահմանափակման։ Շատ լավ, ես իհարկե նշեցի, որ դա լրիվ սուբյեկտիվ ընկալում է եւ վերլուծությունը կարող է կրկին սուբյեկտիվ լինել։ Ես այս պահին առաջարկում եմ հորդոր խոսք այն քաղաքացիներին, ովքեր լսում են մեզ եւ մտավախություն ունեն, որ փաստաբանները վախենալով նմանատիպ այսպես հաղորդագրություններից կարող են լռել եւ իրավունքի պաշտպանությունը չիրականացնել այն պայքարի թեժ ճանապարհով, որն իրականացնում են այսօր եւ ինչու՞ չէ նաեւ մեր գործընկերներին, ովքեր մինչեւ այսօր պատվով իրականացրել են իրենց աշխատանքը։ Ընդհանրապես այդ կապված ես մի բան նշեմ, որ հաշվի առնելով նաև իմ ամենասկզբի խոսքում նշված այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում կա այս միտումը, որ միշտ քննարկվել է փաստաբանները եղել են թիրախավորման առանցքում, ամենակարևորը պետք է նկատի ունենալ, որ ընդհանրապես Եվրոպայի խորհրդի նաև մակարդակում տարբեր երկրներում քննարկման առարկա դարձնելով այս հարցը տարիների շրջանակներում մենք հասել ենք այն կետին, որ անցած տարի 2025 թվականին մարտի 12-ին ընդունվեց փաստաբանների մասնագիտական գործունեության պաշտպանության մասին կոնվենցիան, որը առաջին կոնվենցիան է աշխարհում ընդունված միջազգային մակարդակով, որը նվիրված է փաստաբանների գործունեության պաշտպանությանը։ Ու կոնվենցիայի ընդունման հիմքում ընկած է եղել տարիներ, տասնյակ տարիներ շարունակ ընդունված տարբեր ձևաչափով միջազգային փաստաթղթեր, դրանք եղել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, ՄԱԿ-ի կողմից ընդունված բազմաթիվ փաստաթղթեր, սկզբունքների, որոնք միշտ նպատակ են հետապնդել փաստաբանների գործունեությունը երաշխավորելու, որտեղ միշտ սպառնալիքներ են եղել փաստաբանների նկատմամբ, հատկապես հանրային հնչեղություն ունեցող գործերով, թիրախավորումներ, հետապնդումներ, եւ այս ամեն
ինչի լուծման բանալին այս պահի դրությամբ այն է, որ անցած տարի ընդունվեց այդ փաստաթուղթը, մայիս ամսից արդեն այն բաց է Լյուքսեմբուրգի կոնվենցիայի համարում նաև Լյուքսեմբուրգում բացվեց ստորագրման համար, այս պահին ավելի քան 21 պետություն միացել է ստորագրել այդ փաստաթուղթը, դեռ այն վավերացման ընթացակարգերում է գտնվում տարբեր երկրներում, բայց այս փաստաթուղթի հենց ընդունումը այն այսպես կոչված մեսիջն է, հաղորդագրություն ուղղված հանրությանը, փաստաբաններին, որ միջազգային կառույցները կարևորում են փաստաբանների գործունեության պաշտպանությունը եւ պետական մարմինները, ինչպես նշեցի, պիտի ունենան որոշակի հանդուրժողականություն փաստաբանների գործունեության նկատմամբ եւ իրենց վերաբերվեն ոչ թե հակառակորդ, այլ որպես գործընկեր, ով փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել, պետական մարմինների ուշադրությունը հրավիրել արկա թիրախային խնդիրների նկատմամբ։ Այո, վերջի քիչ չեն դեպքերը, երբ նմանատիպ խնդիրները վերացվել են հենց մեր փաստաբաններից կողմից բարձրացված հարցերի քննարկման արդյունքում։ Ձեզ շնորհակալ եմ անչափ այսչափ կարևոր տեղեկատվությամբ մեզ հետ կիսվելու համար։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ այնինչ որ այստեղ քննարկում ենք, կարևոր է իմանալ։ Կհանդիպենք։